Կան դատեր, որոնց վճիռը չպետք է վստահել դատարաններին։ Սողոմոն Թեհրերյան։ Հայաստանի առաջին հանրապետության անկումը 1921 թվականի դեկտեմբերին ամենևին խոչընդոտ չդարձավ Նեմեսիս ծրագրի շարունակականության համար։ Թեև ազգային անկախ պետության լուծարման փաստը մեծապես սահմանափակեց Նեմեսիսի ներուժն ու ռեսուրսները, այնուամենայնիվ այդ ծրագրի ակունքներում կանգնած հայ հեղափոխական դաշնակցությունը, լինելով վաղուց կայացած քաղաքական հզոր կազմակերպություն եւ տիրապետելով աշխարհի տարբեր անկյուններում կուսակցական կառույցների, չդադարեցրեց մեծ եղեռնը կազմակերպած գլխավոր դահիճների հետապնդումը։ Նեմեսիս ծրագրի իրագործումը հայ վերժառուների համար արդարությունը հաստատելու փորձ էր, ազգային արժանապատվությունը վերականգնելու պահանջ, մի ամբողջ ազգի ողբերգության վրա քաղաքակիրթ կոչվող աշխարհի ուշադրությունը գրավելու միջոց, վերջապես հազարավոր հայ որբերի դալուկ աչքերի մեջ ուղիղ նայելու վաստակած իրավունք։ Արդյունքում նեմեսիսական երիտասարդների նվիրվածության եւ գործի դրած գերմարտկային ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ աշխարհի տարբեր վայրերում հայտնաբերել եւ ոչնչացնել ցեղասպան Օսմանյան Թուրքիայի եւ մուսաֆաթական Ադրբեջանի գլխավոր պարագլուխներին թվով 9 հոգի։ Բացի այդ, Նեմեսիս ծրագրի շրջանակներում կամ դրա արդյունքների անմիջական ազդեցությամբ պայմանավորված հայ վրիժառուները մահվան դատավճիռ իրականացրին շուրջ 300 հայ դավաճանների ու մատնիչների նկատմամբ։ Սակայն այդ ամենի հետ մեկտեղ Նեմեսիսը լոկ պատժիչ օպերացիա չէր, միայն ատրճանակների ու ռումբերի կիրառության ասպարեզ չէր, այլ քաղաքական հասարակական նշանակություն ունեցող նախաձեռնություն գրագետ կառուցված քարոզչական արշավով, ինչպես նաև փայլուն կազմակերպած իրավական պաշտպանությամբ, որ երաշխավորել էր իր վրիժառուների հաջող ապահովագրումը միջազգային հետապնդումներից։ Օրինակը Սողոմոն Թեհրերյանի եւ Միսակ Թորլաքյանի դատավարություններն էին, որոնց արդյունքները վրիժառուներին ապահովեցին ազատություն, իսկ վրեժխնդրության զոհերին խարանեցին հավերժական անարգանքով։ Համաշխարհային պատմությանը մանավանդ 20-21-րդ դարերի հատվածում ծանոթ են մեծ թվով հատուկ օպերացիաներ, այդ թվում եւ վրիժառության կազմակերպած հզոր տերությունների գաղտնի ծառայությունների կողմից։ Եվ այնուհանդերձ անհերքելի է այն փաստը, որ բացառապես հայ երիտասարդության խանդավառության ու նվիրվածության շնորհիվ ազգի մեծ մասի բնաջնջման եւ պետականության կորստի պայմաններում հնարավոր եղավ կազմակերպել թե ծավալով եւ թե արդյունքներով նախադեպը չունեցող փայլուն գործողություն։ Նեմեսիսը մինչ օրս մնում է իր տեսակի մեջ չգերազանցված օպերացիա, որի արդյունքում չտուժեց եւ ոչ մի կողմնակի անձ ու անցորդ, որ եւ ոչ մի անդամ ինքը չտուժեց բուն գործողությունների ընթացքում եւ որը հաջողեց հաղթականորեն կատարել իր սրբազան ուխտը, շրջանցելով ռուսական ՉԿ-ի, թուրքական գաղտնի ոստիկանության, իտալական, գերմանական, ֆրանսիական հատուկ ծառայությունների դրված խոչընդոտները իր ճանապարհին։ Շատ երկրների հետախուզական ծառայություններ կուզեին իրենց շարքերում տեսնել Արշավի Շիրակյանի, Արամ Երկանյանի, Շահան Նաթալու, Արտաշես Գևորգյանի, Հրաչ Փափազյանի եւ Նեմեսիսի մյուս տասնյակ անդամների պես երիտասարդների, ու նման առաջարկություններ նրանցից ոմանք ստացել են։ Սակայն մերժել են նախընտրելով նույնիսկ մեռնել, բայց ստվեր չգցել իրենց սրբազան առաքելության վրա։ Քանզի այդ առաքելությունը պիտի անբասիր ակունք մնար հետագա սերունդների համար, որպեսզի սներ նրանց պատվասիրությունը, ուսուցաներ նրանց հայրենիքը սեփական անձից ու կյանքից առավել արժևորելու դասը, պատգամեր երբեք չմոռանալ ու երբեք չներել ազգային արժանապատվությունը ոտնակոխանելու արարքը, չներել երբեք եւ չներել ոչ ոքի։ Եվ ուրեմն Նեմեսիսի սրբազան ուխտը հարատև է ժամանակի մեջ։ Այն կնքվել է հեռավոր 1919 թվականի աշնանը Երևանյան գաղտնի ժողովում ու մինչ օրս չի չեղարկվել։ Քրիստոնյաների Աստվածը երբեք չի դատապարտի հայերին, եթե նրանք Եվրոպայի կողմից մղվելով անելանելիության հանկարծ մտադրվեն վրեժխնդիր լինել բոլորից, նույնիսկ մի սպանիր պատվիրանի գնով։ Եթե հայերի նկատմամբ չդրսևորվի արդարություն, հայերն ազգովի իրավունք ունեն չենթարկվել եւ ոչ մի օրենքի։ Կարդինալ Դեզիրե Ֆելիսիան Ֆրանսուଆ Ժոզեֆ Մերսիե, Մեխերենի arczepiskopos եւ Բելգիայի պրիմաս։